Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ձեր ռադիո ընդունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են։ Եթե մեզ լսում եք կամ դիտում եք մեզ թվային հարթակներում, լրատվական ռադիոյի YouTube-յան էջում, գործարարալիքի YouTube-յան էջում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ-որ այլ թվային հարթակում, Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում երկրորդ խոսափողի մոտ։ Առաջին խոսափողի մոտ մեր հյուրը Տիգրան Չիբուխչյանն է, բարով ես եկել Տիգրան, ուրախ եմ տեսնել քեզ։ Չնայած այնքան էլ լավ առիթով չենք հանդիպում, կարող ենք ավելի լավ ժամանակ, ավելի լավ առիթով հանդիպենք։ Տիգրանը վերջերս ավելի հայտնի է դառել, կարծում եմ ոչ կամավոր, երևի թե հետքի հոդվածին շատերը ծանոթ եք, Տիգրանը ղեկավարում է ապագա Projects PB-ն, նաև այն ինչ որ դուք Ենոք Հավանում տեսել եք կամ լսել եք այն հրաշք տեղի մասին, որը ապագա ռեզորտ է կոչվում Yell Extreme Park եւ այլն եւ այլն։ Երևի թե շատերը ծանոթ եք նաև, որ այդ ձեռնարկությունը խնդիրներ ունի թե պետության հետ, թե մասնավոր սեկտորում։ Այսօր փորձում ենք ավելի մանրամասն ձեզ պատմել, թե ընդհանուր առմամբ խնդիրն ինչու՞մ է։ Եկեք ամենասկզբից սկսենք, որ թվականից եք որոշել ստեղծել ապագա project-ը։ Ապագան project-ը որոշել ստեղծել հայրիկը դեռևս 2000 թվականին իրավական տեսք որպես ապագա տուր ՍՊ ինքը ստացավ 2003 թվականին եւ սկսված 2003-4 թվականներից Ենոք Հավանը սկսել է ընդունել արտասահմանյան հյուրեր հիմնականում Ռուսաստանից, հետո արդեն դիավարությունների վաճառքներ սկսվեց դեպի Եվրոպա կաշուկա եւ այլն։ Բայց սա խորությունը արդեն 20 տարուց ավել։ Մինչև 2000 թվականին գործում էր Դիլիջանի պրոյեկտը, Դիլիջան Ջիմ մարզական ակումբ, որը մինչև հիմա էլ սոցիալական ծրագիր է, երեխաների սպորտով մարզվելու եւ առողջապահական զբաղվելու միտված ծրագիր է, որը այս վերջի արդեն 15 տարին, 10 տարին ղեկավարում է Գարիկը Թոմասյան։ Հանրային ընկալումների մեջ, այն ինչով որ դուք եւ հայրիկը զբաղվում եք, ինքը տենց շատ օրինակելի է, էլի, այսինքն մենք բոլորս նայում ենք, ասում ենք այ Պաստորեն։ Ես ասում օրինակելի է եւ շարունակական մնալու է։ Հուսանք, հա, դե բայց մենք ինչ էինք ասում, ասում ենք այ տեսեք, եթե այս մարդկանց մոտ ստացվել է, հավանաբար բոլորի մոտ էլ կարա ստացվի, որովհետեւ տեսեք մարդիկ եկել են, նախ վերադարձել են իրանց գյուղ, ճուծերնակություն են սարքել, որի մեջ լուրջ սոցիալական բաղադրիչ կա նաեւ, ու հաջողել են մարդիկ, այսինքն երկու տեսանկյուն կար, նաև որպես հայրենադարձ, որպես տարածքների հավասարաչափ զարգացման տեսանկյունից, ինքը ամեն տեսանկյունից տենց շատ կայֆ է ու շատ սիրուն է։ Բիզնես տեսանկյունից էլ ամեն ինչ նորմալ, սա ինչ որ տեղի է ունենում, եթե փորձեմ էմոցիաներս անջատած խոսամ, ինձ թվում է sense case-էր երևի թե զարգացվող պետություններում, որը նաև փորձում է զարգացնել կորպորատիվ կյանքը եւ կորպորատիվ մոտեցումները իր երկրում եւ կապիտալի շուկան ընդհանրապես զարգացնելու սկզբին ենթադրում եմ, այս բաներ տեղի ունենում։ Նույն Ռուսաստանում եղել է Ռոսնանո կամ կա ինչեւ հիմա Ռոսնանո։ Դե Ռոսնանոն չի ավարտվել էլ։ Գլխանց ինչ-որ խնդիրների մեջ այստեղ հա երևի թե այդ որոշման հարցականն է մեծ, թե արդյոք պետք է մի անգամից սա լուծարման process-ների տանել եւ այլն եւ հիմա ունենալ տենց մեծ արձագանք եւ անհասկանալիություն թե դальше ինչ, թե շուտկի պահպանվել եւ շարունակ պրոստը մենեջմենթի փոփոխություն արվեր կամ այդ ակտիվները տվեցվեր պրոֆեսիոնալ կառավարչին։ Անիֆի ստեղծումը եւ անիֆի տակի ֆոնդի ստեղծումը եւ կառավարելը դրա նույն մարդկանցով ինձ թվում է գլխանց դա է ամենամեծագույն սխալը, ոչ թե գաղափարը անիֆի ստեղծման եւ ֆինանսավորված ծրագրերի խնդիր, այլ
հենց կառավարման եւ խնդիրը գլխանցանիվ հետ իրանց հետ համատեղ աշխատանքի խնդիրն է։ Դուք մի փոքր առաջ ընկաք։ Միանգամից սկսեցին քննարկել Անիվի մոդելը, ինքը ճիշտ էր, սխալ էր, լավն էր, լավը չէր, առանց մարդկանց պատմելու, թե ինչի ենք մենք ընդհանուր առմամբ Անիվից խոսում, այսինքն թե Անիվը ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ, նամանավանդ որ Անիվը շատ հնչեղ անուն է այսօր, կառավարության անդամները ժամանակ առ ժամանակ կորցնում են adekvatությունը, երբ Անիվի մասին է խոսքը գնում, վկա ազգային ժողովի ձայնագրությունները եւ տեսագրությունները, որոնք նաեւ համացանցում կան։ Ինչ որ մի этаպում Անիվը դարձավ ձեր գործընկերը, եկեք այդտեղից սկսենք, այսինքն ինչի համար դուք իրանց ներգրավեցիք, ինչ ակնկալիքներ ունեիք եւ ինչ ստացվեց վերջում։ Դե սկզբից սա սկսվել էր որպես սոցիալական ծրագիր եւ համայնքում տնտեսություն եւ ընդհանրապես փող վաստակելու հնարավորություններ ստեղծելու միտված ծրագրեր իրականացվում 2015 թվականին արդեն Yelexstream պարկը հիմնելով ներգրավեցի եւ ընդհանրապես սկսեցի այդ մի ոնց որ ճյուղը տարանջատեցինք ապագայից եւ փորձեցինք իրան ստեղծենք որպես արդեն արտաքին ներդրող ներգրավելու process-ով ֆինանսավորները ապահովելով որ եւ նպատակը այդպիսի ձևաչափով գնալն էր նաեւ այն որ օքեյ Ենոք Հավանը արդեն քարտեզի վրա հայտնվեց ուղղությունը արդեն հայտնի էր որոշ չափով բայց մասսայական product որպես եւ մասսայական activity-ներ ինչ որ ներկայացնելու համար նաեւ կար խնդիր երկարաժամկետ ապահովել ներդրումներ եւ այլ ծրագրեր То есть արդեն cluster պետք է արդեն սկսել առաջանալ то есть եթե Ենոք Հավանը մինչեւ 15 թվականը եղել էր միայն մի հատ ապագարեզորդ եւ կողքը 13-14 թվականին արդեն հայտնվեց եւ սկսեց սարքվել եւ մեծանալ Ալանդ ռեզորտը 15 թվականից հետո Ենոք Հավան արդեն մի քանի հատ նոր պրոյեկտներ սկսեցին առաջանալ ընդհանրապես մեր հետ կապ չունեցող ծանոթ ենք ընկերենք ինչ որ մեկի հետ բարեկամել ենք եւ այլն բայց առանձին պրոյեկտերին առանձին կառավարվող Լաստվեր ռեզորտը, Բերկրի գեսթ հաուսը, Ենոք Հավան գլեմփինգ հիմա չհիշեմ, տենց հանկարծ չասեմ, խնդրում եմ մի նեղացեք, դա միտումնավոր չի։ Ինքը դարձավ ինչ տուրիստական հետաքրքիր հատված է։ Կլաստերնի էֆեկտ ու ելը հենց արտաքին ներդրողի հետ աշխատելու առաջի փորձներ, successful փորձը։ То есть մենք ունեցանք ելում 3 round investment, մարդիկ ներդրում կատարեցին դուսեկան կամավոր, ոչ թե բրդովի Փորձեցինք արդեն ոնց որ այդ ներդրողի հետ աշխատանքը արդեն կատարվի Եվ ամենակարևորը որ կողքի շրջապատը ելի մենեջմենթը, ապագայի մենեջմենթն էլ full տեղեկացված էին թե ինչա տեղ ունեն, ոնց է տեղ ունեն 19 թվականին մենք սկսեցինք մեծ եւ երկար մասշտաբային բերեգավորներ Գազել ֆինանս ընկերության հետ որը գլխանցում էր վերանք equity finance-ին դրամադրում, բայց իտոգում հենց որ հասանք արդեն կոմիտեները բանով անցանք բրցանք, պարզվեց որ պայմանագիրը դա վարկային պայմանագիր է։ Որոշները ասում են quasi equity, ոնց որ մոտավորապես լոգիկա մտամ նույնն է, պրոստը ապահովված հետ գնման հարցի կարգավորումներ։ Բայց գոնե թղթերով է գլխանց իրանք տենցել ասեցի 20 թվականին սկսեց կովիդը, հետո պատերազմը եւ այլն եւ մի քիչ ֆինանսական process-ներն է սախարնվեց եւ ամենակարևորը глубина продаж այդ մեկը վաճառքի խորությունը հա վաճառքի խորությունն է հա ոնց որ ընդհանրապես կորավ եթե 19 թվականին մենք արդեն ունեինք booking-ներ даже արդեն կանխավաճառներ փոխանցած 2022 թվականի այցելուների կողմից 20 թվականից Էսկոմ ինձ թվում է սախ տուրիստական շուկայի մոդել լավագույն դեպքում 3 ամսվա զապրոսներ ամառը կարա լինի
մայիսին հարցում հասկանալի է որ կտրուկ ընկել է շուկան, parza, հա, այսինքն COVID-ի եւ պատերազմի արդյունքում հոսքերը կանգնել են։ Եվ դրանից հետո ոնց որ վերականգնողական համ process գոյություններ, համ էլ արդեն վարկային պորտֆելի restructuring-ի հարց գոյություններ։ Եվ այդտեղ մեր կյանքում հայտնվեց հակաճգնաժամային ֆոնդը եւ ճգնաժամի բով, ոնց որ տիպը առաջինը որ տենց Google-ը իրանում այդ մոմենտին sense ասենք, ոնց որ իրանք են հայտնվել, ներկայացրեցին նույն բիզնես պլանը ամառը 2021 թվականի 21 թվականի նոյեմբերին իրանք կայացրեցին իրենց կոմիտեի որոշումը մի քանի տենց խտրահարույց կետերով, բայց քանի որ արդեն ցայտնոտի մեջ էինք ընկել, ոնց որ Վինրուզին այդ պայմանագիրը ստորագրեցի եւ ֆինանսավորումը փաստացի ստացանք 2022 թվականի մարտին։ Եվ այդ մոմենտին արդեն ընկել ենք նոր ճգնաժամի մեջ, արդեն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներով էլի վաճառքների խորություններ կորավ, որոշները ասում են, բայց այդքան ռուսական պատոկ եկավ, այդ ռուսական պատոկից, միգրանտների պատոկից կարեցավ օգտվի 99%-ով Երևան քաղաքը եւ մի քանի հատ փոքր քաղաքներ, Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը։ Գորիսեցիք այդ պատոկից չկայացան օգտվեն։ Իջևանցիք մի որոշ չափով, բայց հիմնականում այդ մարդիկ որտեղ է գնում էին, իրանք պահանջների մեջ գոյություն ուներ վարձակալության հնարավորության բնակարանի, ռեգիստր, կադաստր, բանկ։ Եթե Ենոքավանը այդ մոմենտին արդեն լիներ այն ինչ պետք է դառնա, բայց դրա համար մենք եւս մի 15 տարի ունենք, բայց եթե ճիշտ կառավարվեր, կարող է արդեն իսկ հասած լինենք այդտեղ։ Ենոքավանը որ potentially տարածաշրջանի Կրուշավելն է եւ Դավոսն է մեկը մեջով առանց լիժա քշելու հնարավորություններ։ Այդ մեկը 100% դրան հասնելու համար ոչ թե պետք է լինի մի ներդրող եւ մի հատ պետական մարմնի աշխատանք, այստեղ ոնց որ թիմային աշխատանք են այս ներկայացնում։ Դրան կարգավորելու համար գործիքակազմ գոյությունի, որը նաեւ ներկայացված է եղել, թե նախկին կառավարություններին, թե նոր կառավարությանը, թե նախկին բարձր ղեկավարներին, թե իմեկվա։ Այստեղ մի քիչ շեղվեց ու ես երբ արդեն շեղվեցի ու շտեղ գնացի քո հարցի պատասխանը։ Դուք հետքին բավականին մանրամասն պարզաբանել եք, ես չէի ուզի մենք ծանրաբեռնեինք, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, դուք կարող եք փնտրել հետքի հոդվածը, մի քանի եւս հարցազրույց հրապարակում կա այս պատմության հետ, որպեսզի հստակ հասկանաք նախապատմությունը, կուզեի ավելի շատ խոսեիք այս պահի իրավիճակի եւ այս իրավիճակից դուրս գալու ձեր պատկերացման մասին։ Դնայք այս սաղ կրիզիսները սկսելուց հետո էլ եւ մինչեւ իրան սկսելը կանխելով նպատակով, հա, թե ֆինանսական հարցերը, թե բովանդակային եւ իրար հասկանալու խնդիրները, դրա համար մատիկ նստում են կլոր սեղանի շուրջ եւ խոսում են։ Մեր խնդիրը միշտ եղել է նրա մեջ, որ կլոր սեղանի շուրջ նստելը չի ստացվում, то есть ամեն մի կողմ ասում է դու գնա մի հատ իր այդ խոսա, հայտարի իմ մոտ, որ չլնոչն է переговоры։ Ու ոնց որ փոխանցող կողմը մենակ ես եմ։ Մի տարուկ ես երևի թե դրաված ասեցի անարդյունավետ։ Այս պայդրության հասել ենք իրավական տեսանկյունից մի քանի տարբեր process-ներ են։ Մեկը դա սնանկության process-ն է, երկրորդը դա քրեական հարցուպատասխան եւ այլն անիվ պետական ֆոնդի հետ։ Սնանկության process-ը, որ գնա միջև լուծարում եւ այլն, որը պետք է ոնց որ թե դատարանի որոշումն է արդեն կառավարիչը դիմել է դատարան, այդ որոշման հետևից սպասում են այդ պատասխանի դատարանի կողմից աճուրները սկսելու եւ աճարքի ծրագիրը հաստատելու։ Այդ դեպքում բոլոր կողմերը կոսում են ամեն ինչ։ Եվ անիվը եւ մենք։ Որից հետո այսպես թե այնպես քրեական գործերի ավարտին հետ կունենամ հնարավորություն մտնեմ արդեն ես դատարան անիվի դեմ վնասների հատուցման եւ չստացված եկամուտների հետևից։ Անթուք մինչեւ որտեղ է պետք լինի կհասնեմ Լոնդոնա թե որ արբիտրաժում դա որտեղ դա հասնի տարբերություն չկա։ Ինչ պրետենզիա ունի անիվը ձեզ եւ ինչ պրետենզիա ունեք դուք իրանց։ Անիվի
պրետենզիան դե յուրե ձևակերպված դա ապօրինի պրետենզիա է եւ մնացած գործողությունը ես ներկայացնում եմ զուտ որպես ճնշում այդ ապօրինի պրետենզիան եւ պահանջը իրականացնելու համար եւ չի ուզի դրանից ավելի դաժե էլ բարձրաբանեմ Նարեկի մոտ եմ խոսացել դրա մասին Սիվիլնեթում եմ դրա մասին խոսացել այս պահի դրության անիֆի կողմից չկա ոչ մի այս գույցը ունեցող նոր արդեն փոփոխությունների իրականացրած եւ այլն իրենց մոտից չկա ընդհանրապես ոչ մի պրետենզիա բայց պետք չունենա գործիքակազմը ընդհանրապես համատեղ աշխատանքի շարունակում մենք մի քիչ sense արդեն կլուբոկ այնքան արդեն sense խճճված որ սրանից դուրս գալու համար պրոստը պետքա լինի անիֆի ներկայացուցիչ որոշում կայացնող որը ունակա քննարկումը իրականացնի, թղթի վրա վերածի եւ դրա տակ իրավասոյա ստորագրությունը դնելու, որից հետո կանանք կլուբոկը հետ քանդենք։ Այս ամեն ինչի մեջ ամենաշատ մեղք կսագալի եւ խորը ես եմ նեղված, որ այս իրավիճակի մեջ իմ հետ գործընկերական process-ով ընկավ Ամսվիզ բանկը։ Որովհետեւ Ամսվիզ բանկը դա սաղ process-ի մեջ ամենա միշտ եղել է ամենակառուցվածքային մոտեցումով գործընկեր, որը պատասխանատու է եւ ռեստруկտուրիզացիա անի, եթե adekvat բան եղավ, պահանջները հետ կանչել եւ այլն все сценарии, которые сейчас կներեք մեկ-մեկրոսային մոտից դուրս գալու բոլոր սցենարներն էլ որ հիմա կարան տեղի ունենան պիտի կարենամ փորձեմ կառավարեմ ինչքանով կստացվի չգիտեմ մենք դուք զրույցը կլոր սեղանից սկսեցիք ասացիք պիտի լինի կլոր սեղան եւ մարդիկ պիտի խոսեն իրար հետ ով պիտի լինի այդ կլոր սեղանին մոտ նստած ոնց ես եմ իրավասու ստորագրություն դնեմ գոնե նույն մակարդակի մարդիկ դուք բանկը Ամսվիզ բանկի ներկայացուցիչ Գազել ֆինանսի ներկայացուցիչ անիֆի ներկայացուցիչ եւ կառավարիչը Գազել ֆինանսը եւս մի ընկերություն է ով էլի ֆինանսավորել է ապագայի գործունեությունը ինչ որ ֆունդամենտալ ներդրումները պիտի նստեք ու իրար հետ ինչ որ մի բան որոշեք ոնց է այս ակտիվը այո ես կարող եմ տամ առաջարկը այդ առաջարկի տակ մարդիկ պետք է կամ կան կոնտոր առաջարկով ահա կամ ասեն չես sense իրանց առաջարկով գան այդ ամեն ինչը պետք է լինի լոգիկ եւ ընդունելի բոլոր կողմերի համար հաշվի առնելով արդեն այսօրվա իրականությունը ոչ թե 2 տարի առաջվա կամ մի տարի առաջվա կամ 6 ամիս առաջվա որովհետեւ եթե այս պայդրության բոլոր կողմերը հասկանում են եւ ընկալում են որ ամեն մեկը կորցնում է ամեն ինչ փորձել ամեն անգամ ադյալը քաշլի իր վրա անձնական չի բերելու հանգուցալուծման մենք հասել ենք այս իրավիճակին հենց այդպիսի պահանջների հետևանքով ճիշտ եմ հասկանում որ այն մարդիկ ովքեր որ ձեզնից ինչ որ պահանջներ ունեն իրանք կամ այլևս չկան այդ պաշտոնների չեն գործից ազատված են причем անվստահության անվստահության հոդվածով կամ էլի գործից ազատված են կամ ընդհանրապես Հայաստան չեն այդ ինչ որ կախված է անիֆի հետ կախված то есть ով բորշը էփել ասպես ասած հա այսինքն այն մարդիկ ովքեր որ ձեզ պրետենզիա ունեն հիմա չկան իրանք էլ այդտեղ չեն չէ իսկ իրանց տեղը եկած մարդիկ իրանց տեղը եկած մարդիկ ղեկավարում են մի կազմակերպություն որը վերաձևափոխման process-ի մեջ է եւ խորհուրդ չունի то есть իրանք էլի պրոֆեսիոնալ մարդիկ են նոր եկածները ժամանակ տևեց մինչև իրանք էլ կայացան ուսումնասիրեն թե ինչ են իրանք ստանում ղեկավարման տակ, բայց իրանք չունեն այդ ՓԲ-ն չունի խորհուրդ, որ իրանք տնօրինակային հարցահանի խորհրդի մակարդակով ինչ որ լուծում է առաջարկի։ Եվ само собой ինձ թվում է, որ ամենահեշտ ձևաչափը պետական կառույցների համար կլինի սա գործերը ուղարկել դեպի դատախազությունը քննչական կոմիտե եւ խեղճ քննիչները թող այս հարցը դե բայց այդ կարա դարեր տևի, այսինքն այդտենց կարա երկար ամենաաբսուրդը ինձ համար զուտ կանում է հենց այդ ժամանակը ես 2.5 տարի ազբաղվում եմ ոչ թե
զարգացման միտված ինչ-որ պրոցեսներով, այլ եղածը պահելով, ոնց որ մեր սա Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ստեղծված 91 թվականից առ այս կողմ մեր էկոնոմիկայի նախարարությունը մենեջերանում ճգնաժամը մենեջերանում պահել գոնե ինչ որ կա զարգացման ծրագրերի ուղղված ինչ որ իդեաներն են, որ արտանում ենք, եկեք գյուղատնտեսության աջակցման ծրագիր ներկայացնենք 2 տարվա կամ ներկայացնենք արտոնյալ IT ոլորտին 1 տարով դեկտեմբերին կքննարկենք դեկտեմբերի 31-ից հետո դա ուժի մեջ թե չէ վերջապես գոնե մխիթարը կարեցավ խորություն տա, հա, պրոցեսներին, ամեն դեպքում այդ կլոր սեղանին նստած մարդկանց դուք ինչ որ ասելիք ունեք, առաջարկ ունեք։ Այո։ Հրապարակայնացրել եք այդ առաջարկը։ Թե ինքը կան դետալներ, որոնք որ չեք ուզի հրապարակային դարձնեք։ Բանկերի հետ որոշումը եւ կարող ենք խոսանք բանկերի հետ, անիվի հետ հարցերը կարգավորելուց հետո։ Դա շատ հեշտ ընկալման համար անհնարին է ինչ որ մի հատ ՍՊԸ-ն, որը ունի մի քանի բաժնետեր, ասենք մեր դեպքում ՊԲ մի քանի բաժնետեր, որոնք իրար մեջ ունեն կոնֆլիկտ։ Սկզբից պետք է լուծվի կոնֆլիկտի ՊԲ-ի մեջի կոնֆլիկտի հարցը եւ արդեն համատեղ որ մենք իրար մեջ խնդիր չունենք, կարողանանք գնանք ֆինանսական բանալի։ Ես ոնց հասկանում եմ, այս պահին կոնֆլիկտ չկա։ Կողմերի միջը, այսինքն անիվի նոր եկած մարդիկ ձեզ հետ կոնֆլիկտ չունեն, բանկը օրենքից բխող ամեն ինչ արել է, բայց մեծ հաշվով կոնֆլիկտ էլ չունի։ Մենք չենք կամ հրավիրենք խորհուրդ արդեն 2 տարի է, քանի որ մեր խորհուրդը 5 հոգուց բաղկացած պիտի լինի, որտեղ չկա արդեն 3 հոգի այդ խորհրդի կազմից անցկացված չի 2023 թվականի դրա պատճառով, անցկացված չի 23 թվականի աուդիտ, անցկացված չի 24 թվականի աուդիտ, էլի իրավական կտորներ է, որը էլի անելու համար գոնե բաժնետերերը կայնան խորհուրդ հավաքվեն, բայց բաժնետերս ասում է եկեք խորհուրդ չանենք, եկեք պրոստը հանդիպենք քննարկենք, հանդիպել քննարկելով սրատակից դուրս գալը անհնարին է։ Իսկ ինչի են տենց անում ըստ ձեզ։ Ինձ թվում է, որովհետև քանի որ անիվի շուրջ կա արդեն մի քանի հատ քրեական գործ, մենք անիվի հետ քրեական գործերի մեջ ենք։ Լուբոյ adekvat մարդ, որը իր սեփականության տնօրինությունով չի զբաղվում, այլ ինչ որ մեկի տնօրինությունով է զբաղվում, վախում է դնի լուբոյ տեսակի ստորագրություն։ Քանի որ ստորագրություն դնելուց հետո ինքը, քանի որ այս process-ը երկար լինելու մի 2 տարի հետո են հրավիրելու կամ 3 տարի հետո են հրավիրելու ու հարցնելու են ինչ չի որ այդ քննիչների հետ շփվելի ինչ որ տենց վատ բան է, հա, ոնց որ այսեն շփվում ենք, նույն ձև կամերան միացրած է, նույն ձևի պատմություն են գնում, հետո վերջում ինչ որ մեկն է կարող է դրա թղթի վերածի ասի, էսեն խոսած է թե բա, ստորագրությունը դիր գնա։ Բայց մեկը մարդիկ խուսափում են գնան քննիչների մոտ եւ ընդհանրապես հայտնվում են հասկանալի։ Եվ դա հենց ոնց որ դառնում են, ոնց ես եմ հիմա բոլոր իմ գործընկերներ եւ մոտիկ ընկերներ տոքսիկ, հա, ոնց որ ով ինձ զանգում է, սա WhatsApp-ով են զանգում, մտան WhatsApp-ը լսել հնարին է։ Սիրելի ընկերներ, զանգեք Տիգրանին նորմալ է ռախես։ Չէ, ով զանգում են, ասում են Ժորժ ջան, մի վախեք, այն ով զապիս պետք է միացնի, խնդրում եմ պիկից հետո զապիսը միացրեք։ Կամ եկինս որ զանգում եմ, ասում եմ մի անգամ ես զգուշացնում, կնոջս հետ եմ խոսում, թեմա չկա։ Ինչ որ process է, ես սրան արդեն սկսել եմ վերաբերվել որպես process, որով պիտի անցնենք։ Ինքը կտևի 2 տարի, 5 տարի, 20 տարի տարբերություն չկա արդեն ինձ համար։ Բայց այս process-ի վերջում բոլորը պետք է կրեն պատասխանատվություն։ Բայց ֆիքսենք, որ ձեռնարկությունը աշխատում է, հյուրերը գալիս են, դուք սպասարկում եք, այսինքն այդ առումով ենթադրաբար պետք է կարան լինեն ինչ-որ խնդիրներ, բայց հարկայինի տեսանկյունից բոլոր չեկերը տվում են, մարդիկ գործի ձևակերպված են, հերոսարկատումները նորմալ է, այսինքն ձեռնարկությունը աշխատում է այս պահին։ Այո։
Ну, մենք փորձում ենք մեր հյուրերին ընդունենք եւ այդ գործողությունը փորձում ենք ապահովել զուտ նրա համար, որ մարդկանց աշխատատեղերը որ կան դա ապահովի, մանավանդ ձմեռվանից հետո պարտքեր կապուտակված օպերացիան եւ այլն, որ զուտ այդ պարտքերը մարվի, աշխատողների պարտքերը մարվի, եթե ինչ որ մեկը մտածում է որ դա չպիտի արվի եւ դա պետքա փակվի, խնդրում եմ համեցեք եւ դրա մասին փորձեք ասեք։ Կա ինչ որ մի կողմ, որը ըստ ձեզ ակնհայտ ձեր դեմ է աշխատում, սաբոտաժ է անում process-ը։ Չէ, ինձ թվում է կա հայկական բյուրոկրատիայի իջոտություն։ Հա։ Բառից բուն իմաստով ու թող բյուրոկրատիա ստեղծողն էլ նեղանային վրա։ Դրանք նեմեսներն են, ինչքան ես հասկացա։ 91 թվականին մեր պետության բյուրոկրատիան նկարչությունը եւ այս ստրուկտուրան նկարեցին GIZ-ով 92-3-4 թվականներից հետո պատերազմից հաղթած տղեկը եկան ամեն մեկը բյուրոկրատիայի մեջ իր կտորներ ուզում, տեղը չեր հերիքում, սկսեցին բյուրոկրատիան մեծացնել։ Մեծացրեցին, մինչև հիմա շարունակում են մեծացնել։ Այսինքն բոլորը ուզում են որ ամեն ինչ լավ լինի, բայց այտենց չի ստացվում։ Հա, որ ինձ թվում է просто ոնց որ исполнительная власть умыла руки до судебной власти добраться не можем։ Այսինքն մեծ ինչ-որ process պետք է լինի, որ վերջնական որոշումը լինի, ու այդ որոշումը այտենց չի, ինչ-որ օդում կախված process-ներ։ Ես անկեղծ հավատում եմ, որ երկում տիրում է դեմոկրատիա, դեմոկրատիան 3 ճյուղ ունի։ Իրարից անկախ, այո։ Իրարից անկախ։ Եթե այս մեկը չի ուզում որոշում կայացնի, գոնե պետք է գնանք մի անկախ ճյուղ որոշում կայացնելու հետևից։ Խնդիրը կայանում է որոշում կայացնելու մեջ։ Լավ որոշումա, թե վատ որոշումա կայացվի, այս պահի դրության անիֆի շուրջ լուբոյ որոշումն է վատը։ Լուբոյ։ Որոշեն, որ չեն լուծարում շարունակում են գործունեությունը, վատ որոշում։ Որոշեն, որ լուծարում են, վատ է։ Ինչ էլ որոշեն, վատ է։ Այսինքն խնդիրը այն է, որ պետությունը չի ուզում առերեսվի դաժան իրականության հետ եւ որոշում կայացնի։ Օգոստոս ամսվա որոշման հետևանքը, որ անիֆը լուծարվում է եւ անիֆի ակտիվները փոխանցվում է իր դուստր ընկերությանը եւ պետգույքին 3 առաջ օրը դրա հետևանքներ 86 միլիոն դրամ շահութահարկ փոխանցել անիֆին, որ փոխանցի պետբյուջե։ Պետբյուջեից 84 միլիոն տվեցին անիֆին, որ անիֆը այդ փոխանցի պետբյուջե։ Կրուգը պետքա տան, որ թղթերով փակեն։ Այո, բայց ինչ որ բան է։ Բայց իտոգում էլի մի հատ 86 միլիոն ինչ որ մի հատ կրուգ պատտվեց։ Հատկացում եղավ եւ այլն։ Մեր ժամանակն ավարտին է մոտենում, բայց ես մի հարց եմ ուզում ձեզ տամ։ Ձեր ձեռնարկություն շատ հաճախ այցելում էր վարչապետը ժամանակին։ Բոլոր վարչապետները։ Բոլոր վարչապետները, այս վերջինի մասին եմ խոսում։ Ինչ որ դրսից վրացի գործընկերներ, ես տեսել եմ մի քանի կադր։ Արդյոք հնարավոր չի այդ մարդուն տեղեկացնել եւ խնդրել, որ ինքը հանձնարարի ավելի հրատապ լուծել այդ հարցերը։ Ես ինչպես ասել եմ, թե վարչապետին գործող, թե նախկին վարչապետներին Կարեն Կարապետյանին, Հովիկ Աբրահամյանին եւ այլն անձնական երբևէ ոչ հայրիկս, ոչ պապիկս, ոչ ես անձնական ինչ որ բան չենք խնդրել եւ չենք խնդրելու երբևէ եւ խնդրելու բան չունեմ։ Ես պատրաստական եմ պայմանավորվել նայած երբ կլինի այդ մոմենտը, հա, պայմանավորում փուլը։ Փորձել եմ շուտ հանդիպեմ, փորձել եմ նոր հանդիպեմ, առաջարկներս ունեմ, գոնե անիֆի process-ների մեջից գոնե մեր պահով որոշում կայացնելու պահով, որոշում ներկայացնելու պահով։ Սա խնդրանքի հարց չի, սա եթե հանրության գոնե Պակրամյանի զանգողները ինձ դուք եք ինձ ասել որ Ենոք Հավանը այն քիչ պրոյեկտներից է եւ ավելին կասեմ Ենոք Հավանը միակ գյուղն է տարածաշրջանում Հայաստան, Վրաստան, Արևմտյան Հայաստան, Թուրքիա եւ այլն որտեղ մի հատ համայնք զարգացել է առանց պետական ֆինանսավորման միջոցների որտեղ 490 բնակիչ ունեցող համայնքը գյուղական 91 թվականին
2019 թվականին փաստացի բնակիչների քանակությունը եղել էր 2019-ը 2022 թվականի ռուս-ուկրաինական բանից հետո մենք հենց հիմա ունենք բնակվող եւ աշխատող Իլյա Ցիգանկով, որը սովորացնում է Ենոք Համանցիներին էլ եւ մեր հյուրերին էլ վազք եւ այլն Yale Sport Fest-ի իրականացնողն է։ То есть կարեցել ենք ստեղծենք մի հատ համայնք, որտեղ մարդիկ դրսից էլ են պատրաստ տեղափոխվելու եւ գնալու, այստեղ քայլը որ պետքա լիներ դրա հետ նաև դա դպրոց մանկապարտեզ այն մակարդակի, որ նույն այդ մարդիկ, որոնք մտածում են Երևանից տեղափոխվեն այլ համայնք, այլ տեղ մաքուր օդին ապրելու, կայնան Ենոք Հավանը իրենց համար գոնե 10-րդը գոնե լինի մտքի մեջ, որ այո կարան գնանք այնտեղ, մեր երեխենք կայնան գնալ դպրոց, մանկապարտեզ, մենք էլ հասարակական տրանսպորտը դրա համար գոյություն ունի, ապրելատեղը կա, հարևանս էլ հետաքրքիր մարդ է, իմ երեխան այստեղ կզարգանա, ոչ թե կրետինիզմով կվարակվի։ Եվ բոլոր առաջարկները պետական, եթե մենք հասնում ենք պետության հետ խոսալու, միայն դրա մասին կարող լինեն։ Այս ինչ որ կախված է անիվ, շմանիվ եւ այլն, դա զուտ ֆինանսատնտեսական մասնավոր խնդիր է ես ներկայացնում։ Չունեմ կողմ, որս հետս չի կարող հետս ստորագրություն դնի, ես խնդիր չունեմ, ժամանակը դրա համար պատասխանը տալու են, ժամանակը փող արժի։ Այդ փողի հետևից եթե ես չհասնեմ մինչև որ գնամ, տղես կգնա, խնդիր չկա, տոկոսը վերեն պատտվելու։ Դուք բաց թողնված եկամուտ ունեք, չէ՞, ահագին, այսինքն այս ընթացքում։ Ես ներկայացրել եմ բիզնես պլան, որը անցել է 3 հատ կոմիտեով, մի հատ ներդրումային կոմիտեով, 2 հատ վարկային կոմիտեով։ Ինձանից խելոք մարդիկ են դա կարդացել եւ ասել են այո, կազմակերպության արժեքը 2027 թվականին լինելու է այսքան, դրա համար անիվը պահանջում է այսպիսի տոկոսադրույքով հետ գնում 5 տարի հետը։ Սիրելի ռադիոլսողներ, մենք հետևելու ենք այս գործընթացին, փորձելու ենք շատ շնորհակալություն։ Պարբերաբար ձեզ հրավիրելու ենք, որ հասկանանք ուր ենք հասել, որտեղ իրականում էլի շատ ցավալի է, ինչ որ մի բանին դու նայում ես, ուրախանում ես մարդկանց հայրենակցիտ հաջողությամբ, փորձում ես ինչ-որ ուրիշ համայնքներում մարդկանց հետ խոսելուց, ովքեր որ անդադար ասում են, դե որ դստեղ բան չկա, դե տենց ոնց կլինի, ոնց կարելի է գյուղում ապրել, ասում ես, այդպես օրինակ ոնց է Ենոք Հավանում ելնում ապրել, տես մարդիկ ընչերի են հասել, ձեր բնությունն էլ Ենոք Հավանից վատը չի, դուք էլ տենց Ենոք Հավանցիների ծված ժողովուրդ չեք, ձեր մոտ էլ կստացվի, նայեք սովորեք, այսօր տեսնում ես, որ այս մարդիկ խնդիրներ ունեն, որոնք որ մեծ հաշվով, այսինքն երբ որ փորձում ես ֆիլտրես թե ինչա տեղի ունենում, ինչ որ տենց ֆունդամենտալ լուրջ խնդիր էլ չի, էլի, այսինքն տենց որ կենաց մահու պայքարի մասին չի խոսքը, ընդհանրապես, իրականում համայնքների զարգացման ձևաչափերի մեջ կա մեկը, որ պետությունը գալիս է ու ինքնա ինիցիատորը, ասում եմ, այստեղ սարքում ենք զավոդ, այս զավոդը պետական է 75%-ով, 100%-ով եւ այլն, այնքան աստեղծի աշխատատեղ, դա սովետի մոտեցումներ։ Մենք երկար ճանապարհով գնացինք, հասանք այն կետի, որ ապագան եղել էր յակրնի պրոյեկտ, աշխատատեղերի ապահովման տեսանկյունից, բայց բովանդակության տեսանկյունից ինքը ոնց եղել է, տենց է մնալու երկարաժամկետի մեջ։ Թու հիմա ինչ որ տենց վատ բան տեղի չունենա, եթե վաղ ապագայի դռները սենց փակվի, այն 100 հոգին, որ հիմա աշխատում են, այդ 100 հոգին ինչ որ միտեղ կայնան աշխատեն, որտեղ կա գյուղից չեն գնա ամեն տեղ, կա ինչ որ ուրիշ բաներ գոյություն, ես 100 հոգու մեջ էլ չեմ ցաղ գյուղատ մեր համագյուղացի, բայց դրակի մի 10-15 հոգի են, որ Ենոք Հավանից են, որտեղ ֆիզիկապես Ենոք Հավանը, որ ավել մարդ Ենոք Հավանցի աշխատի, Ենոք Հավանը պետք է մեծանա, եւ այդ ամեն ինչին է միտված եղել սա ծրագրերը 2000 թվականին տեսքով։ Ենոքան համայնքը, որ կայնա դառնա համայնք, որը կարող ունենա ներքին ինչ որ տնտեսություն, ինքը գոնե պետք է լինի 1500 հոգանոց համայնք։ Իր մանկապարտեզով եւ դպրոցով, որ այդ 1500 հոգուց այն միջինը 15% երեխեքին հանենք, 15-20%-ին հանենք, 700 հոգի կին եւ տղամարդ աշխատունակ մարդիկ զբաղվածություն ունենան։ Դա կլինի արդեն գոնե 700 հոգի մարդ, 700 հոգով արդեն
կարաս Microsoft հավաքես։ Հա, կամ Apple լուրջ բաներ կարաս։ Եթե երկու հատ է գարաժ լինի մեջի ինտերնետ, կարող է IT company է սարքեն։ Տիգրան, ես հաջողություն եմ ձեզ մաղթում։ Ես հույս ունեմ, որ այս իրավիճակը կավարտվի, ձեր նախագծերը կշարունակեն օրինակելի լինել, մենք էլ առիթից առիթ հուսանք ավելի հաճախ կգանք ձեզ մոտ։ Մենք ինձ թվում է, եթե ոչ մոտ տարիները, բայց մի 5 տարի հետո գոնե Ենոքավանի аэроպորտի բացման արարողություն կանենք իրար հետ։ Շատ լավ նոտայի վրա ենք ավարտում։ Շարունակեք լսել գործարար ալիքը, Դավիթ Խումարյանն էր ձեզ համար աշխատում, հյուրս Տիգրան Չիբուխչյանն էր, այսքանը։